Դու սկսի։ Դու սկսի։ Կարող ես չխաղալ։ Ինչ։ Չխաղալ։ Իմ գրած հարցն է, բացի տնամ ինչ նկատի ունես դրա տակ առհասարակ։ Ունենում ես տենց միտք, որ հենց հիմա ես խաղում եմ, վայ, սա իմ հետ չի տեղի ունենում։ Մենակ բեմում կամ ֆիլմում չէ, բայց աշխատում թե չէ, եթե աշխատանքային process-ի ժամանակ այդ միտքը գալիս է, ուրեմն լավ չես պատրաստվել, որ այդ մտքերը քեզ կարան գան կենտրոնացումից դուրս գցեն։ Դա պատրաստվելու մեջ կենտրոնացումն էլ չէ մտնում։ Կենտրոնանալ այն իրականության վրա, որի մեջ պետք է ներկա լինես։ Ու եթե դու այդ ներկայից դուրս ես թռնում մտքերով ու գալիս ես քո եսին, ուրեմն լավ չես պատրաստվել, չէ՞։ Իսկ հիմա այդ ավելի կամ լավ չես կենտրոնացել։ Իսկ թվում է։ Այդ դրանք ոնց որ դու շատ սիտուացիոն ես ասում, ենթադրում եմ, որ վերաբերում է կոնկրետ դեպքին, չէ՞։ Բայց ինձ հետ ա եղել ներկայացումների ժամանակ։ Առհասարակ, չէ՞, կան դերասաններ, կարծում եմ, որ կյանքում են խաղում։ Ովքեր չէ, իրենք միշտ գիտեն, որ իրենք խաղում են հիմա։ Հա, կան։ Ու բայց մենակ դերասաններ չէ, առհասարակ տենց տեսակ կա մարդու խարակտեր կա։ Այդ հարցը որ գրել էիր տենց էիր գրել։ Չէ, այդ հարցը որ գրել էի։ Այդ հարցը գիտես ոնց էի գրել, որ դերասան չլինես։ Ու ոնց որ այդ խաղի հնարավորությունը քո ձեռքից ինքդ քո կամքով կամ հանգամանքների բերումով կորցնես այդ խաղալու հնարավորությունը։ Վաու, ես դեռ ուրիշ տեղ էի գնացել, փաստորեն հասկացա։ Բայց դու որտեղ էիր գնացել։ Ես գնացել էի, որ կարողանում ես օրինակ, չգիտեմ, կադրում կամ բեմում լինելիս չմտածել։ Բայց դու ես լավ տեղ գնացել տես։ Հա, որ լինես, ոչ թե խաղաս։ Հա, որտեղ ինձ թվում է ով մտածում է, որ ինքը խաղում է այդ պահին, մտածում է այդ մասին, արդեն այդտեղ դիսոնանս կա։ Դա բայց այդ էլ գալիս է հենց էլի պատրաստվելուց էլի, որովհետեւ ես էլ ասում եմ, որ ոչ միայն որ ինքը շատ հիմա դու իրեն լոկալիզացնում ես ու սարքում ես այնպես փուճուր խնդիր։ Այդ գլոբալ խնդիր է դերասանի կյանքում, եթե ինքը ինչ-որ պահի մտածում է խաղալու մասին, չէ՞։ Բայց ինձ թվում է այդ տրինաժից էլ է գալիս, էլի, այսինքն երբ որ դու անդադ քեզ սովորացնում ես ռեակցիա տալուն, թեկուզ երբ որ դու գործի մեջ չես, ներկայացման փորձի կամ նկարահանման պատրաստման կամ պլաշատկում չես, բայց դու սովորացնում ես ռեակցիա քեզ տաս։ Հոգեբանական հարցել է այդ պահին ինչպիսին ես դու քո աչքերում, էլի, օրինակ քեզ կողքից նայելու այդ հայացքը։ Դե կողքից նայելու հատկությունը միշտ կա, չէ՞, եթե դու դերասան ես։ Ասում, ահա որ լավ ենք խոսում έτσι։ Ես ուզում եմ սենց զրույցներ լսեմ։ Դե լսի։ Դե դու խոսա, ես գնամ։ Մտքից թելը կտրեցի։ Կներես։ Ինչպես դու դա քեզ կծառայեցնես։ Իսկ եթե գանք այն մյուս հարցադրմանը, որ եթե քեզնից վերցվի կամ դու ինքնական Ես կարծում եմ, որ ես աշխարհում թվում եմ շատ տարօրինակ եւ անասուն որոշումներ, բայց այդտեղ ես հաստատ որոշիչ չեմ եղել, օրինակ։ Ես ինչ-որ օրինակ չեմ ունեցել այդպես պահ, որ ասել եմ, օй, ես ուզում եմ լինել դերասան։ Հա, իմ մոտ էլ է տենց եղել, Ես ինչ-որ միշտ ինձ հիշում եմ շատ շուտվանից էտյուդ եմ ունեցել մտքիս մեջ, որ մի հատ պետք է ցույց տամ, հեսա հաստատ տնեցիկից մեկին գոնե։ Հա, կամ ընկերներով նստած ժամանակ պետք է այդ պատմեմ մի հատ խաղամ։ Չի եղել ընտրություն, որ դրա հետ կապված էլի ինչ-որ ընտրություն լինի, էլի։ Չեմ էլ ուզում իրեն ռոմանտիզացնել, բայց այտենց ա եղել իմ կյանքում, չգիտեմ։ Ինչ ես կարող։ Հա? Չէ, բացառվում, որտեղ հաստատ ես իմ կյանքում վաղուց կունենայի շատ ուրիշ ու կարդինալ որոշումներ, օրինակ, թեկուզ ասենք, չգիտեմ, երկիրս փոխելու հետ կապված, բայց ինձ նաև բացի իմ պատրիոտիկ մտքերը, շատ են նաև հետ պայել են մտքերը, որ օքեյ, բա ես այդտեղ ոնց եմ դերասան լինելու։ Իսկ եթե ես դերասան եմ լինելու։ Չգիտեմ, ասենք եթե ես Ասիայում չեմ կարողանալու ռեալիզացվել որպես դերասան, ուրեմն ես երջանիկ չեմ լինելու Ասիայում։ Ինչքան որ տրոպիկական եւ ծովափնյա տարածաշրջան location, հասկանում ես։ Ռեալ կպնենք մասնագիտությանը, ինքը կատարողական արվեստ է։ Եվ այնուամենայնիվ։ Եվ այնուամենայնիվ դու կատարող ես, այդ կատարող լինելը քեզ չի կաշկանդում։ Լսի, ես երևի չեմ ունեցել այդ զգացողությունը, ես շատ կարևորել եմ այդ հարցը ու բազմիցս մտածել եմ այդ մասին, որ սա կատարողական արվեստ է եւ շատ դժվար է այդտեղ հասնել ինչ-որ մի պահի նրան, որ դու ինքնաարտահայտվելու իրավունք ունենաս, չէ՞։
Բայց մենք ունենաս ստեղծագործական ազատություն։ Ովքեր կարողանում են ընտրություն կատարել, չէ՞։ Այնուամենայնիվ ընտրում ես ուղակի, հենց հիմա դու գնում ես այդ մարդու հետ այդ ճանապարհով, ով քեզ մաքսիմում դնելու է իր պատկերացրած բոքսերի մեջ ու դու որևէ կերպ չես կարողանալու ինքնաարտահայտվել։ Իսկ ես կարծում եմ, այն պահից, երբ որ մենք ինքնաարտահայտվում ենք, մենք էլ կատարողական արվեստի կրողներ չենք։ Որտեվ չգիտեմ, օրինակ օպերատոր մասնագիտությունը կա սխմելու տարբերակ եւ կա գեղարվեստական տարբերակ, կա DOP, չէ, Director of Photography։ Հիմա դու ընտրում ես դուրնես կնոկա սխմող օպերատոր, թե DOP։ Դու ընտրում ես լինել կատարողական արվեստի ներկայացուցիչ, թե պայքարել նաեւ քո բովանդակության համար եւ ռեալիզացիայի երկրաշարժերի ու ամեն ինչի մասին։ Բայց դու տեսնում ես կերպարի արտահայտումը այս սիտուացիայում, այս էմոցիայով կամ այս շեշտադրմամբ կամ այս շարժմամբ կամ այս ձայնով ու քեզ ռեժիսորը ասում է ես այդ չեմ ուզում ու ինքն էլ իր հիմնավորումը ունի։ Ինչ հիմնավորում։ Ըստ բովանդակության ու դրամատուրգիայի, ըստ նրա թե ինքը ոնց է տեսնում իր պատկերը ամբողջական, որովհետև ֆիլմը ռեժիսորինն է։ Ու ինքը քեզ օրինակ ցույց է տալի դու ոնց պետք է խաղաս այդ տեսարանը։ Կան ռեժիսորներ, որ ցույց են տալիս հենց նույնությամբ։ Հենց այդ դրա մասին եմ ասացը, որ դու ընտրություն ես կատարում։ Դու գնում ես իր հետ, դու գնում ես իր հետ այդ ճանապարհը, թե չէ, որտեվ ինքը քեզ բոլոր տեսարանները ցույց է տալի։ Ոչ մի ձև չեմ դրան պլյուս կամ մինուս տալի, ուղղակի ընտրության հարցը, ես դրա հետ պրոբլեմ եմ ունենում։ Ընտրության հարցը։ Բայց ըստեղ մի հատ բանը ուզում հղում տամ մեր ֆիլմին, որովհետև ամեն դեպքում մեր ֆիլմի պոստերի ֆոնին այնց գեղեցիկ նստած է ու պետք է ասեմ, որ ես շատ տարբեր ռեժիսորների հետ եմ աշխատել ու ինձ չգիտեմ նույնիսկ ընտրողաբար է դա ստացվել, գիտակցված է եղել, թե երբեմն անգիտակից է եղել ընտրությունները, բայց իրենք բոլոր շատ տարբեր ձեռագրով, շատ տարբեր աշխատելավճով են եղել ու այս ֆիլմը ինձ համար եւս մեկ նոր էքսպերիմենտ էր ու փորձառություն էր այն իմաստով, որ ռեժիսորը ինձ տվել էր բացարձակ ազատություն ինքնաարտահայտման ու դրսևորման ու այստեղ արդեն հողումը տանք Հրաչ Քեշիշյանին, ով այդ ազատությունը արտիստին տալիս է։ Ու բացի այդ իր շատ եմ աշխատել իր հետ։ Ու ես ուրեմն ինչքան շատ եմ նաև ունեցել այդ ազատությունը ինքնադրսևորման։ ու հենց չունենալ այդ միտքը, որ ես կատարողական արվեստում եմ այս պահին, որտեղ ես այդտեղ նաև ունեմ իմ հույզերը, ունեմ իմ էմոցիաները, չէ։ Ու քո տեսակետը, քո տեսլականը այդ կերպարի կարևոր է, որ ինձ թվում է, որ այդ շատ կարևոր է, որ արտիստը կարողանա։ Օրինակ իմ համար ֆիլմի նկարման ժամանակ ինչ որ պահեր կար, երբ որ ես ինձ շատ դիսկոմֆորտ էի զգում մեր ֆիլմի մի գտալ սերի ժամանակ, որտեղ դիսկոմֆորտ էի զգում հենց նրանց, որ ես չեմ ստանում այդ խնդիրները այնքան, ինչքան որ սովորաբար ստացել եմ։ Հետո հասկացա, որ դրա մեջ կա մի հատ շատ թույն մեծանալու եւ հասունանալու որպես արտիստ ու դերասան հնարավորություն, որտեղ որ դե ոնց որ դու որպես արտիստ առանձին ստեղծագործող ես, ցույց տուր քո վերսիաները։ Կա վստահությունը այդ բանը ուրեմն հասկանու՞մ ես։ Ու կա այդ վստահությունը եւ ստեղծագործական այդ process-ը, որը որ իմ համար այս ֆիլմում ինքը նորություն էր ու ինչ լավ էր, որ ես այս փորձառությունը ունեցա, որովհետեւ ես չունեի միջև այդ շատ տարբեր ռեժիսորների հետ տարբեր մեթոդներով է եղել աշխատանքը։ Ռեժիսորի պատկերացումներն էին, եթե դա շատ դու բերում ես քոնը։ Չէ, ինքը այդ բանը քեզ ասում է ստոպ, ես այդ չեմ ուզում։ Չէ, ու դուք սկսում եք որովհետեւ ստեղել է եղել իհարկե ստոպեր եւ քննարկումներ, բայց այդ ինչքան լավ է, որ դու կարաս ինքնաարտահայտվես ու այդ տարբերակը գոյություն ունենա։ Անցանք կատարողականից։ Հա, կա տեղ չլինելու։ Ընտրության հարցը։ Հա, սա ընտրության հարցը։ Ինչքան ռեժիսորն է քեզ ընտրում, այդքան է դու ես ընտրում։ Այո։ Մենք երկուսս էլ թղթով դերասան չենք, քեզ այդ օգնելը թե խանգարել։ Որ մենակ օգնել է ինձ թվում է։ Դե դու ռեժիսորական ես սովորել, ես կինոգիտական։ Ես չփոխեցի։ Ինչ տես հենց նոր մենք խոսում ենք նրանից, որ մենք ի սկզբանե ունեցել ենք այդ ամեն ինչը ներսում, այդ միտքը չի եղել, չէ՞, ընտրության։ Բայց դու օրինակ գնացել ես
Կինոգիտական։ Իսկ դες պատմությունը շատ բան պատմություն է, էլի, շատ եմ պատմել, որ ես գնացի երկու վերսիա ունեի։ Ես ուզում եմ ռեժիսոր դառնայի։ Ես միջև հիմա այդ միտքը սենց հետևի ֆայլերում ունեմ։ Ես ուզում եմ ռեժիսոր դառնայի, ռեժիսորայի բաժնի այդ հայտերը շատ էին, ու ինձ ասացին երկրորդ հայտ ինչ ես ուզում, ասացի դերասանություն, բայց ընդհանրապես ցանկություն ու միտք չունեի։ Ինձ ասին արի ավելի լավ է կինոգիտական, որովհետև այդտեղ նիդաբոր էր։ Այսինքն հայտերը այնքան էին ուղիղ, ինչքան որ հնարավոր էր ընդունել ու ոնց որ առաջարկեցին գոնե մի բաժին, որտեղ որ կընդունվեմ, իսկ ես ընդհանրապես ոչ պարապել էի, ոչ ունեի այդ ինքնուրույն էի այդ էտյուդները արել, երգերը ընտրել, իսկ դա շատ դժվար է, սպეციფიկ քննություններ են ամեն դեպքում, եթե դու չունես coach։ Ես տենց գնացի առաջին հենց քննությունը կինոգիտականի, ընդունվեցի ու մնացի, հետո ինչի չեմ փոխելը, որովհետև ես շփվում էի նույն կուրսղեկյոնը ինչ էր, Սուրեն Բաբայանի կուրսի երեխեքի հետ էի շփվում, քեզնից մի պատոկ սերունդ վերև, մի խոսքով շփվում էի մյուս կուրսերի երեխեքի հետ, հասկանում էի, որ մեր բազան տեսական գիտելիքի շատ ավելի շատ է, մենք իսկապես սենց ծամում էինք կինոյի պատմությունը բոլոր այդ իր սկզբնավորման շրջաններով։ Իմ ընդունելության տարիներ այն արվեստանոցը, որում ես էի ուզում լինել, այդ տարի կուրս չէր հավաքվում, ու ես իմ բնավորությունը նաև համաձայն որոշեցի, որ ինչու չգնամ մի տեղ, որտեղ ավելի լայն աշխարհընկալումից գուցե կներկայացնեն, որտեղ դասացուցակը նայեցի, այնտեղ բավականին շատ կարելի դերասանի վարպետության դասաժամեր ու լիքը բաներ կոնկրետ դերասանի հետ կապ ունեցող եւ զուգահեռ գունագիտություն, կինոյի պատմություն, թատրոնի պատմություն, ավելի ուրիշ խորացվածությամբ, որը ինձ հետաքրքիր էր իրականում շատ, ու գնացի այդտեղ Ես ինձ թվում է ինձ օգնել է, որովհետև ինչքան ինձ հարցրել են, ասել են դու դերասանական ես սովորել, ասել եմ չէ, ասել են երևում է։ Ու ինձ թվում է այդ հենց օրգանիկայով է երևում, հենց այդ որոշ ֆորմուլաների մեջ չմտնելով եւ ֆորմուլաներից դուրս, այսինքն ես այդ կրթությունը չեմ ստացել եւ out of box մտածողություն եւ ունեցել եմ անկաշկար մտածողություն։ Դրան զուգահեռ արժանակիր ինքնակրթության ճանապարհ կա, որ դու պետք է անցնես ու անցնում ես, սխալների ընկնելու, չհաջողելու, նվեր չի ուղղակի, որ ով չի գնում դերասանական կուրսով, խոսքի վարպետության, որ օրինակ ես շատ երկար ժամանակ խոսքի վարպետության խնդիր եմ ունեցել ու բեմ չէի բարձրանում կամ վախենում էի բեմից, որովհետև մտածում էի, որ իմ խոսքը լսելի չի լինի, ձայնս տեղ չի հասնի, որովհետև ես այդ գիտելիքը չեմ ստացել։ Բայց այնուամենայնիվ բոլոր նույնիսկ ամենահայտնի դերասանները, որոնք որ այսօր համաշխարհային կինոասպարեզում կան, մեծամասամբ իրանց դեպքում այդպես դասական, ակադեմիական ճանապարհով չի եղել, հա, գնացել են, ընդունվել են, սովորել են, ավարտել են, պաշտպանել են, հետո սկսել են թատրոնում, հետո կինոյում, տարբեր կաստինգներից ինչ որ հետաքրքիր ձևով դրսևորվել են, արտահայտվել են ու դարել են հետո արդեն գնացել են որոշ վարպետաց դասերի, մասնակցել են ինչ-որ կրթական ծրագրերի, հիմա ինձ կասես, ինչ ես գնում Նյու Յորք։ Լավ կպար։ Դե հենց այդ ինքնակրթման մասին ենք նոր խոսում, որ այդ ինչքան կարևոր է, որ զուգահեռ անընդհատ դա արվի, որտեղ փաստորեն երբեք հերիք չի, միևնույնն է, չէ՞։ Ու քո օրգանիկան միշտ չի որ անսպառ քեզ կարա փրկի կամ էլ որտեղ այդ ով ասաց որ ինչքան ուրիշ բաներ կան ստեղ էլի բացի օրգանիկ լինելուց ինչքան ծանր հարցեր կան այս ամեն ինչի մեջ չգիտեմ հույս ունեմ որ ես այնտեղ լիքը նոր բաներ կսովորեմ ավելի լայն աշխարհընկալում ձեռք կբերեմ Ինչն է հեշտ օրինակ բեմում, որը որ կադրում դժվար է եւ հակառակը։ Դե ամենապրիմիտիվ տարբերակը այն է, որ դու դահլիճում նստած մարդկանց էներգիան 3 վայրկյան հետո արդեն զգում ես ու գիտես այն պահից, երբ որ իրանք քո ձեռքերում են ու կամ միշտ գիտես, երբ որ քո ձեռքերում չեն, դա էլ գիտես։ Ու դու այդ էներգիան արդեն սկսում ես պատտել։ Չէ՞։ Կամերայի դեպքում հեշտ է, որտեղ դու շանս ունես նորից փորձելու։ Հա, կամերայի դեպքում այդ մակերեսային պատասխանը, որ կարանք տանք։ Իմ համար Բայց եթե բացենք։ Իմ համար բանն է, որ բեմում հեշտ է ավելի քան ֆիլմում, որ
ես սկզբից մինչև վերջ ըստ քրոնոլոգիայի եմ խաղում էմոցիաները եւ զարգացումները։ Կինոյում սկիզբ, զարգացում, կուլմինացիա, կատարսիս, ավարտ, այսինքն այդ տրամաբանական շղթայի մեջ են քո հույզերը զարգանում։ Իսկ ֆիլմում դու կարաս գաս նկարահանման հրապարակում խաղաս, չգիտեմ, մեջտեղի ինչ-որ մի բան, փորձելով մտապահել թե ոնց է լինելու սկիզբը, որ հետո համապատասխանի այս էմոցիայի այս չափը, ոնց է հետո իրան զարգացնելու, որ ավել տաս կամ այս մեխանիզմը գլխիդ մեջ է ու օրերի ընթացքում։ Այդ կարևոր բանն է ու այդ պարապելու վրա, օրինակ, ես աշխատում եմ դրա վրա։ Ռեժիսորի հետ աշխատանքում որտեղ է քո ստեղծագործական ազատության սահմանը։ Դա ես գալիս է կպնում է այն բանին, էլի կատարողականի բալանսին։ Եթե դու ընտրում ես ու գիտես թե ինչ աշխատելա ոչ ու մեթոդ ունի տվյալ ռեժիսորը, ապա դու արդեն իսկ դիլ ես անում այդ բալանսը, այդ սահմանը, էլի, ինչ սահմանում ես դու ինչքան ես ազատ քո սահմաններում, ինչքան պետքա դոմինանտ լինի ռեժիսորը իր պատկերը ստանալու ու դա շատ տարբեր է լինում։ Բայց ես վերջին շրջանում հասկացել եմ, որ ամեն դեպքում ընտրելուց պետքա ավելի ընտրողաբար պետքա մոտենամ այս դեպքում, որովհետև պետքա կարողանամ նաև դրսևորվեմ եւ ինքնաարտահայտվեմ եւ չլինեմ նույնը եւ եթե ինձ օրինակի համար ինչ որ ֆիլմի կամ ինչ որ պերսոնաժի կամ ինչ որ պատմության համատեքստում կոնկրետ մի աղջիկա մի կերպարի ամպլուայի մեջ են ուզում նորից տեսնեն կամ տեղավորեն, ասում կամ նոր աղջիկ ենք ստանում, էլի թող ինքը լինի հերոսուհին իր դրական կողմերով կամ ինձ չեք մտցնում այդ նույն հին, որ միշտ տեսել ենք այդ նույն հերոսուհու մեջ, որովհետև ինձ հետաքրքիր չի։ Այդ ինչ է, բայց որ լինի քո մեջ չի եղած շերտերով չէ, բայց այդ պետք է լինի։ Այնուամենայնիվ, ինչի է բա քեզ ընտրել։ Բացի նրանից, որ լավ կարող ես պետք է կյար կանաչ աչքերով դες։ Դե նայ, այդ արխետիպերին են գալիս արդեն։ Դե արխետիպերին են գալի, որովհետև ինչ որ որոշակի արխետիպեր կան, որոնք որ համապատասխանում են որոշակի, չգիտեմ, կոնֆիգուրացիայի, արտաքինի կամ ներքին էներգետիկայի։ Երբ որ ասենք, օքեյ, կլիշեին համապատասխանեցիր այս պահի համար։ Բացի դրանից, ինչի ես հենց դու այդ պահին այդ տեսախցիկի առաջ։ Հա։ Ինչ եմ ես։ Ինչ են ինձ ընտրել, թե ինչ եմ ես ընտրել լինեմ այդտեղ։ Այդ գուցե նաև քո պատմելու ձևից է, չէ, որտեվ քո մեջի եղած գունապնակից է, չէ, նաև գուցե էներգետիկ շերտերից է, չէ՞, նաև գուցե։ Հա, բայց դու ամեն անգամ չես ուզում, չէ՞, նույնը լինես եւ չես ուզում հոգնածնես եւ ուզում ես ամեն անգամ այդ գունապնակը։ Շերտերը չես շատացնում։ Հա։ Շատացնում ես։ Ուղղակի գուցե շուտ պետք է ավելի ագրեսիվ լինել, ավելի արագ շերտավորվել, ինչ որ բայրի հանգիստ թողնել մի քիչ դրան, բայց ամեն դեպքում սա հաստատ գույների։ Հա, նաև գույների ընտրությունն է իհարկե։ Բայց էլի կյաժ ու կանաչ աչքերով աղջիկ շատ կան։ Կյաժ կապուտ աչքերով աղջիկ շատ կան։ Ոնց որ եթե մենակ այդ պետք է լինի, առաջնահերթությունը պետք է դրան տրվի իհարկե էներգետիկան եւ վստահաբար այդ տենց չի աշխատի ինձ թվում։ Բայց այդ ազատությունը եւ ազատության սահմանը աշխատանքում այդ դու ճիշտ ասացի, իրականում դա ընտրության հարց է։ Դու տարիքի հետ, փորձի հետ, հասունության հետ, ապրած կենսափորձի հետ միասին նաև հասկանում ես թե ինչ ես ընտրում եւ այս դեպքում ոչ միայն, հա, դա մասնագիտական է, այդ մասնագիտությանն է վերաբերում, այլ առասրակ դու ավելի ընտրողաբար ես մոտենում քո կյանքի ցանկացած որոշման։ Այո։ Եվ այդ թվում նաև քո ինքնաարտահայտման իրավունքին։ Մասնագիտական բայց կան մարդիկ ուսանես չունեն, վստահաբար է, լիքը մարդ չունի այդ ցանկությունը վստահ։ Ընտրելու գուցե սահմաններ ունենալու այդ միտքը ինձ թվում է չի ներվայնանում։ Չունի այդ միտքը, հա։ Չունի այդ միտքը, հա։ Դե այդտեղից կարան կպնենք միանգամից այն հարցին, ինչքանով է էական արտիստի արի
դերասանի մասին խոսանք, լավ չծավալվենք շատ sense ոլորտային։ Ինչքանով է էական ըստ քեզ դերասանի դերը հասարակության մեջ, արդյոք ինքը դեր ունի հասարակության մեջ, ինչ-որ պատասխանատվություններ։ Մտածել ես սրա մասին կամ ուզում ես այդ դերը կատարել շարունակությունը քո դրած հարցի։ Սրա մասին առասարակ մտածել ես, որ դու ինչ-որ հասարակության մեջ դեր ունես։ Ինչքան շատ։ Ուզում ես այդ դերը ստանձնես։ Ժամանակին ագրեսիվ որ գնացել եմ դրա հետևից, որ մտածել եմ, որ ինչ-որ բանում ես պիտի առաջամարտիկ լինեմ, անպայման եւ հիմա, չգիտեմ հիմա ինչքան դա կշարունակվի, բայց այս ամեն դեպքում հիմա տենց չեմ մտածում։ Որովհետեւ այդ բանից է էլի գալի այդ որ լիքը մարդ այդ հարցը չունի։ Որ ինքն ինչ-որ սահմաններ պետք է ունենա։ Այսինքն մեծ հաշվով սկզբունքների եւ ինչ որտեղ նաև ամբիցիաների, ակնկալիքների, պատասխանատվության համատեքստում է այս ամեն ինչը։ Ես ընտրել եմ ինչ որ պայծ չլինել։ Դու քեզ հասարակության մեջ որպես կատարող։ Ինչ որ պայծ ես ընտրել եմ չլինել այդպեսին։ Հասկացել եմ, որ այդ ճանապարհը, օրինակ, իմ հոգեբանական եւ ներաշխարհի բալանսին շատ խանգարելու է։ Ես էլ եմ ինչ-որ պահից հրաժարվել, չէ, սխալ եմ ասում, չեմ հրաժարվել։ Դե տոտալ իմաստով ես էլ բնականաբար ամեն դեպքում շատ բանի հետ դա փոխկապակցված։ Ֆորմայից եմ հրաժարվել, այսինքն այնպես ինչպես ես 20-ից 30 տարեկանն եմ եւ դա այն ամենասանց դրոշակակիր լինելու մասին ասում։ Հա, այդ ամենաամբոստ դրսևորումները, դիմադիր, չգիտեմ, ինչ-որ գաղափարները եւ սենց այդ ամեն ինչից այդ կաղապարից դուրս եմ եկել եւ կարծում եմ դա շատ հատուկ էր նաեւ այդ տարիքին, այդ տասնամյակին ու նաեւ դրա հետ միասին եկել է մի հատ ուրիշ գիտակցություն, որ ինչքան ես իմ գործում ներդրվեմ, անեմ լավագույնը, հավատարիմ լինեմ, էլի իմ արժեքներով, էլի իմ սկզբունքներով եւ պատասխանատվությամբ ամեն դեպքում ես ձևավորվել եմ, էլի ինչ որ որոշակի որպես անհատականություն ներդրվեմ այդտեղ ու հասնեմ առավելագույնին, այդքան ավելի լսելի եւ ավելի ծանրակշիռ կլինի իմ անհատի խոսքը, կարծիքը, գործունեությունը, գուցե ինչ-որ մեկ այլ ոլորտում ես հետագայում գործունեություն ծավալեմ, հա, բայց եթե ես ինձ չեմ կառուցում լավագույնս, ապա ես հասարակության մեջ էլ չեմ կարող լավագույն դերը կատարել։ Հա, ճանապարհ կա անցնել։ Ոնց որ այդ ամբողից, մեծից, գլոբալից հետո մեկը լոկալի վրա, ամբողջ ուշադրությունը բերել եմ լոկալի վրա, համարելով, որ այդ լոկալը ինչքան կատարելագործվի, այնքան ինքը գլոբալին տալու օգտակար լինի։ Բան կունենա ու օգտակար կլինի։ Լավ տեղում ենք ուրեմն։ Հա։ Ոնց է տրամադրվում բար տեսարանները, որ պետքա հուզական կապ չունի ինչ հուզական, հա, ինչ գույնի հուզական, բայց պետքա մաքսիմալ իրական հուզական էմոցիոնալ տեսարան խաղաս։ Ոնց է տրամադրվում։ Ինչն է քեզ այդ ժամանակ օգնում, ինչ գործիքներ ես օգտագործում բոլոր տարբեր տեխնիկաների մեջից ինչն ես ընտրում։ Օրինակ, այս վերջերս հետաքրքիր է, շատ լռում եմ։ Մի քիչ փորձում եմ մնամ իմ մենակ։ Ամեն դեպքում եթե ես արդեն այդտեղ եմ, արդեն իսկ պատմության մեջ եմ։ Ոնց որ չեմ առանձնացնում այդ տեսարանը ուղեղումս։ Փորձում եմ ուղղակի մաքսիմում արտաքին աշխարհը քենսել անեմ այդ բանին ինձնից։ Իսկ բոլոր հնարավոր դերասանական տեխնիկաներից որոնք են, որ տենց օգտագործել ես եւ աշխատող են քո դեպքում։ Ինչ որ պայթ սկսած դարրելա բանել դից ավտոմատ տեղի ունեցող երևույթ, որ ամեն ինչ սեյվ է լինում։ Հա։ Ցանկացած իրավիճակ կյանքում, որը մի քիչ սենց, հա, ուղղակի աննշան, այդ ավտոմատ էլեկտրական մեքենաների նման, ոնց ծագեց այդ էմոցիան, ոնց զարգացավ, քո մկանային համակարգում, որ մկանը օրինակ ավելի սրվեց ու ձգվեց, այդ բանը ինչ որտեղ սեյվ է դա լինում։ Հավաքորդ ես էլի, այդ էմոցիաների հավաքորդ ես դառնում։ Բայց այդ ինչ որ բաների շատ տհաճ է։ Որտեւ ինչ որ բաների դու քեզ վատ ես զգում, որ դու հենց հիմա հասկացար, որ դու հենց հիմա այս սեյվ արեցիր, բայց դու ունես վատ ես զգում քեզ, որ բայց դա դու չես անում, դա տեղի է ունենում, որտեւ մտածում ես, որ ես այս պահին ես կարայի դրա մասին մտածել։
Որովհետև ինչ որ պահերի ոչ թե դու դա այդ էմոցիան ապրում ես, որ քո հետ տեղի ունենում, այլ դու իրան հավաքագրում ես, save ես անում, հա, էլի։ Կողքից ես նայում, դիտորդ ես դառնում։ Բայց չէ, իրականում ներքին դիտորդը կապ չունի մասնագիտության մեջ, ներքին դիտորդը արթուն լինելը։ Ինչ է, այնտեղ ինչ որ բան կա, չէ՞, դու հասկանաս, դա ինչ-որ ուճուրիկ բան կա, որ մեկը ինքս էս անում ու գնում ու դու իրեն շուտ ասես, որ բայց հիմա դրա ժամանակը չէր, դու ուրիշ բան ունես հենց հիմա ապրելու, հասկանում ես։ Դու ուրիշ մի հատ շատ ծանր բան ունես ապրելու ու այդ ոնց է, այդ ինչ ալտեր էգոյա այդ պահին մտածում, որ ահա, ես պետքա նկարել, ես պետքա սեյվ անել, ես պետքա գալու։ Հիշի, չկորցնես։ Այդ ինչ-որ պահի շատ սենց է անում քեզ օրգանիզմով, բայց այդ տելա երևի ինչ-որ ձևավորել։ Սկզբում չգիտեմ, օրինակ, տարիներով այգիներում նստելու մարդկանց ուսումնասիրելն ա եղել։ Ոնց են մարդիկ, ոնց է պապան ջղայնանում երախու վրա, կամ ոնց է պապան ներվայնացած երախուն ասում, որ լավ ես քեզ կտանեմ այդ խաղալիքի խանութը կամ ամեն ինչ։ Ոնց այն մեկը ընկնելուց հետո չոքը բռնում լացում եւ այլն, էլի։ Այդ ինչ գույնի մարդ է։ Երեք ընկեր ներկայացմանը պատրաստվելուց ինչ ալի նախքան էլի փորձերի этаպում նույնիսկ բեմ չենք բարձրացել դեռ ընթերցանության ընթացքն էր ու ես հիվանդանում եմ այն որ սենց ամբողջ մարմինը ջարդվում է սենց որ բոլոր մկանները ցավում են տաքություն չես կարողում շնչես հազ ու իմ հերոսուհին պետք է այտենց թոքաբորբով հիվանդանա եւ վերջում անը ու ես սենց մի բան նստեցի ու մամայի տանն էի հիշում այդ տեղերից ես որ վեր կացա դիմացը հայելիներ երկարությամբ ու սենց նայում եմ ինձ նախ զգում եմ դա այդ ամբողջ ցավերը եւ երկրորդը նայում ասեմ ահա կարաս հիշես այս մկանային ցավը կարաս հիշես ոնց է շնչում մի հատ շնչի հիմա հələ շնչի արդեն նենց որ դա հիշելու համար է շնչում ոչ թե որովհետեւ հիմա դա քո բնական ու հասկացա որ հա վերջ այս արդեն դիագնոզ է ես այդ ունեմ հա հետաքրքիր է շատ չգիտեմ բայց ինչ որ բայերի համար սենց է սնում քեզնից ես մեկ էլ բան ունեմ այս տեխնիկայից մասին դու գիտես պատմել եմ թրեքեր ունեմ գլխիս մեջ, բայց որոնք որ շատ միամիտ են, իրանք հատուկ ես չեմ ընտրում, էլի, այսինքն ես ունեմ ինչ-որ տեսարան, պետքա խաղամ, դուրս եմ եկել, պետքա, չգիտեմ, ներս մտնեմ կամ գնացել եմ մի հատ առանձնացել եմ անկյունում մինչև ասեն ռեկ, մատոր, նաչիլի, մեկ էլ որտեղից ինչ-որ նա թրեք է գլխիս մեջ միանում, որ գալիս է սենց ուղիղ կպնում է այդ հույզին ու ես սկսում եմ բոլոր դուբլերում անընդհատ այդ թրեքը միացած երգել ու իրանք կարող են ընդհանրապես որևէ կերպ կապ չունենան այդ տեսարանի հետ բովանդակային եւ տրամաբանական էմոցիոնալ ֆոնը շատ արագ է փոխվում հա բայց շատ արագ հա շատ արագ հոտով ու երաժշտությամբ հատուկ չեմ փնտրում գտնում ինքը միամիտ ինչ որ մի հատ երգ է գալի որ հասկացա գտնում ուրեմն ավտոմատ դու ճիշտ գտնում ես պատմությունն ու տեղը որ հա քեզ տանում է տեղ Oh. Wow. Ինչն էր օրինակ քո համար այս ֆիլմում ամենակոնը Այս ֆիլմում ամենաիմը Ով չէ Անձերը չէ Շատ ենք Բայց ինչն էր որ ամենակոնն էր Արեգի մեջ կոնկրետ Արի չտեղայնացվենք կերպարով ընդհանուր նկարանման ընթացքից բովանդակությունից շատ արագատեղի ունեցել որտեվ երկու շատ կարևոր առավելություն կար մենք չէինք գնում նկարանումից հետո տուն այսինքն գործից չէինք գալի տուն հայտնվում մեր կենցաղում նորից հարցերը n մենք 10 օր ապրում էինք այդ իրականության մեջ այո իրականության մեջ նկարումը ավարտվում էր մենք այդտեղ էինք ոչ միտեղ չենք գնում այդ մեր էներգիան մնում էր մեր հետ մենք այդ էներգիայի մեջ առողջ արթնանում ենք այդտեղ ու այդտեղ շատ սիրելի մարդիկ կային որը այդ պահին շատ օգնում է ավելի արագ լինել վստահ ոնց որ քեզ ավելի ապահով զգալ ու թույլ տալ արագ հայտնվել այդ հեքիաթում կինոյի որտեվ եթե դիսկոմֆորտ մարդիկ են շուրջ բոլորդ այդ ավելի երկար ժամանակ է պահանջում ինքդ քեզ բերել այդտեղ իսկ երբ որ այդ անսամբլը այդ շատ արագ է տեղի ունենում
որտեղ ես ունեցել եմ նաև կյանքումս դեպքեր, որ ես մենակ եմ մնացել կամ երկու հոգի է հետս եղել մաքսիմում ու այդ դժվար է եղել շատ։ Հա, այստեղ այդ զգացողությունը չկար, այստեղ շատ բոլորս իրար հետ էինք, մեջն էինք ու դրան նաև նպաստում էր հենց այդ տարածքում անընդհատ լինելը։ Այո։ Այդ իսկապես այդ իմ համար էլ է շատ սենց magic ճիշտ ասացիր էլի, սենց քեզ լրիվ մտցնում է այդ հա դու այլևս չես հեքիաթի ապրում մեջ։ զուգահեռ իրականություններում չես ապրում, դու ունես այդ մի իրականություն այդ բանին, վերջ։ Ինձ իմն էր նաև շատ ճիշտ է դրա վրա հատուկ շեշտադրում չկա սյուժեով եւ բանով դրամատուրգիայով, բայց ինքը sense շատ ամբողջ ոնց որ vision կան են տորտիկի վրայի ամբողջ այդ փաթեթավորումը հենց դրանով է իմ համար ամբողջանը, որ ինքը տենց մեր բնության մեջ էր, մեր ուտեստներն էին, բայց ինքը sense հատուկ աչքը մցրած ձևով չէր, որ ահա մենք անում ենք հայկական ուտեստների մասին ինչ-որ մեջ, շատ սիրուն էր ու շատ հաճելի է։ Այդ հայկականությունը կար ու ինքը այնքան բնական կար, այնքան ոնց որ մենք ենք ապրում այդ իրականության մեջ առանց ամեն օր խոսելու, որ մենք հայ ենք եւ մենք, չգիտեմ, ապրում ենք հայ հողի վրա, բայց մենք ապրում ենք, չէ՞, այստեղ ու շատ տարբեր շերտերով, շատ տարբեր ձևերով, տարբեր զուգահեռ իրականություններով ու հենց այդ հայկականությունը, որը տենց չէր մցրած իր ծանրությամբ, բայց կար սիրուն նոտաներով, այդ մեղմությամբ, այդ էր իմը շատ ու իմն էր շատ ստեղծագործական ազատությունը ընդհանուր թե նկարահանող խմբի հետ, թե ռեժիսորի հետ, թե դերասանների հետ, թե քո հետ, այսինքն այդ ազատությունը, որ դու կարող ես ստեղծագործել, որ դու կարող ես Այդ շատ թանկ է, հա։ քննարկել, դու կարող ես առաջարկել, դու կարող ես չհամաձայնել եւ միևնույն ժամանակ մեկը մյուսն էլ կարող է դա անել հավասարապես ու այդ հավասարությունն է ստեղծել, այդ շատ սիրել այդ ես ուզում եմ այտենց նկարանման հրապարակներ ունենամ իմ կյանքում շատ։ Ուսանողներին ինչ կասես։ Օրինակ ես որ մտածում էի, որ նոր ասում էի ոնց էս բարդ կտորների տրամադրվում, ես վերջերս երևի մի տարի ու կեսը որ փորձում եմ այդ մասին աշխատել ու հասկանալ ամբողջապես, ինչ որ բայերի կար իմ կյանքում, որ ես մեղադրում էի իմ հերոսներին, ոչ թե հասկանում էի իրանց, այլ մեղադրում էի, իրանց հետ մտնում էի անընդհատ բախարների մեջ, ասում էի, որ չէ, no, սենց չի կարելի Հիմա ես իրենց հասկանում եմ, էլ չեմ մեղադրում ու այդ ինչ շատ է օգնում, որ ես շատ ծանր տեսարաններում շատ լավ ապրումակցեմ իրենց։ Հա, բայց դու առաջինը պետք է արդարացնես քո դերասանին ամենանույնիսկ վատ, ասում քո դերասան քո կերպարին։ Չեմ ուզում իրեն արդարացնեմ։ Ուզում եմ իրեն հասկանամ։ Հասկանամ, հա։ Հետ չեմ արդարացնում։ Դերի պաշտպանությունը որ անում են, որ մենք չենք կարել երկուսս էլ դրա մասին է, որ դու պետք է ամբողջապես Չեմ ուզում արդարացնեմ, ոչ էլ ուզում եմ մեղադրեմ։ Չէ, ուզում եմ հասկանամ։ Որտեղ երբ որ արդարացնում եմ, այդտեղ էլի ստարտին դիսոնանս ունեմ։ Սկսում եմ պաշտպանել ինչ որ բան, որին արդարացնում եմ ուղղակի մեջ։ Ես ուզում եմ հասկանամ ուղղակի։ Ինչի, ինչ է կատարվում, ոնց, որտեղից։ Ոչ թե ինչ եղավ ու ինչ կլինի։ Չէ, իմ համար իմ բոլոր կերպարները, դե լավ, բոլոր չէ, ես ամեն դեպքում ինչ որ ճանապարհ եմ անցել, ինչեվ հասկացել եմ ոնց են աշխատում դերի եւ կերպարի վրա, բայց ինչ որ պահից իրանք բացարձակ ճիշտ են։ Որովհետեւ մենք էլ ենք տենց ապրում։ Եթե դու չես խաղում քո կերպարի կասկածները եւ այդ ներքին խմորումները եւ այդ անձի երբությունը, եթե քո կերպարի խնդիրը չի ինչ որ հստակ։ Ինչ կապ ունի ես որպես ներսես եմ overthinking անում թե որպես Պողոս։ Չէ, հա, նկատի ես ընդդեղել եմ սկսում քայքայել։ Հա։ Մտքերով այնքան գնալ։ Չէ, իսկ իմ համար ինքը բացարձակ ճիշտ է, ես իրեն նախ հավաքում եմ, հետո ես էլ չեմ կասկածում ինքը այն ոնց որ հավաքվել է։ Եվ բնականաբար ես իր արդարացումները տալիս եմ։ Ոչ թե դու որ support ես անում իրան, ոչ թե որ դու աջակցում ես այդ իդեան կամ դու արդարացնում ես իրան քո մեջ, որպեսզի հետո ստացվի ինչ որ պետք է ստացվի։ Լուղակի դու իրեն հասկանում ես, իրեն ապրումակցում ես այդ պատմությանը։
չես փորձում լուծել, հա, կամ նեգատիվով կամ չկա կամ պլյուս կամ մինուս։ Մի հատ ուղղակի հլարի այս գծով իրեն նայենք։ Կա, այն ինչ կա, հա, ինքը էս է։ Ուղղակի հենց արի դա արա, ոչ մի բան մի արա, ոչ իրեն արդարացրու, ոչ իրեն մեղադրի, ոչ լուծի, ոչ մի բան։ Եղի։ Հա, ուղղակի հլը գնա պրոստ։ Եղի։ Ուղղակի, ու նստի տես քեզ ինչ ասում դեմի։ Իսկ էլի ինչ կասեիր ուսանողներին, ավելի բան, հողին կպած։ Հա, ուսանողներին եթե ուղիղ ասեի, ես օրինակ չգիտեմ, ես մտածում եմ, որ այս մասնագիտությունը անverջ վառվելու մասին է, անverջ գրքի մասին է։ Ու եթե ինչ-որ պահի քեզ կարա ինչ-որ բան կոտրի քո թերարժեքությունը, քո ներքին երկատունները, որտեղ այս մասնագիտության մեջ մարդիկ ամեն դեպքում կարծում եմ սենտիմենտալ են ու ռոմանտիկ բավականին։ Ուրեմն տենց բաներն անխուսափելի են, հավանաբար։ Այդ ժամանակ եւի պետք է ավելի շատ սկսել հավատալ հենց նրան, որ չէ, այդ գիրքը քո մեջ իզուր չի եղել։ Տարիներ շարունակ այդ սին չի եղել, դու ինքնախապեյությամբ չես զբաղվել։ Հա։ Իսկ ինչի դերասանը вообще պիտի լինի։ Ինչի вообще դերասան։ Առասարակ ինչու պետք է լինեն դերասանները։ Օրինակ, ես երբեմն մտածում եմ, որ էլի սկսենք ամենամակերեսայինից։ Օրինակ, հա։ Ես ոչ որպես դերասան, այլ որպես սպառող, եթե ինչ-որ ներկայացում եմ նայում, եթե ինչ-որ ֆիլմ եմ նայում, ու եթե այդ ֆիլմը ստացվել է կամ այդ ներկայացումը ստացվել է, իմ դեպքում ես սկսում եմ նույնականացնել ինձ այդ պատմության հետ։ Օրինակ, եթե այդ հերոսը ինչ-որ մի հատ իրականությունում է, գուցե որը զուգահեռվում է իմ իրականության հետ, ուտեղ ինչ-որ լուծումներ այդ կերպարը ապրում, ինչ-որ հույզեր է ապրում, ու ես էլ դրա հետ նույնականացվել եմ, ես փորձում եմ նաև այդ տեսանկյունից վերլուծել իրավիճակը, որում ես հայտնվել եմ այս բանին որպես մարդ։ Ու ստացվում է, եթե փնտրենք ու գտնենք ճիշտ բաներ, որոնք այդ պահին կնույնականացվեն մեզ հետ, դրանք մեզ կհուշեն ալտերնատիվ տարբերակների մասին, օրինակ, հա։ Փորձ, չգիտեմ, հոգին բուժելու ճանապարհը անցնելիս կարա շատ օգնի, օրինակ, մարդը, որ դեր կասի քո համար, ու այդ ասածը շատ ուղիղ այդ բանին դու կապրոմակցես, ու քո կյանքում որոշումները կայացնելիս կամ քո էմոցիոնալ ֆոնում դա շատ լուրջ փոփոխություն կբերի։ Ինչ է քո համար դերասան լինելը։ Ես ինձ թվում է հարցին շատ պաֆոսնի պատասխան է սպասում։ Լսի, իմ համար այդ իմ մասին է, ինչ ասեմ, կենսակերպ ինքնություն, բան սենց ինչ-որ ծանր բառեր, բայց չեմ ուզում առաքելություն էլ չեմ ուզում ասել։ Լսի, իմ համար այդ այն է, ինչը ես չեմ կարա չլինեմ։ Այս էլ է պաֆոսնի, չէ՞։ Չէ, բայց չէ պաֆոսնի չի իմ համար։ Բայց այտենց հա չգիտեմ, ես ինչ-որ կաշկանդվում եմ այդ բառերից շատ։ Չէ, օրինակ ես չեմ կաշկանդվում։ Իմ համար իսկապես է իմ այս մասնագիտությունը դերասանությունը, այն ինչ որ ես չեմ կարա չլինեմ էլ։ Դե հա, այս խոսել ենք դրա մասին։ Ժամանակ առաջ ես, հա, չունես այլ ընտրանք։ Դա դու չես ընտրել, որովհետև դա ու մարդու մասին, այսինքն մեկը այդ միտքը, որ ինքը երկխոսություն է մարդու միջև, ու դու ամեն անգամ նոր մարդու մասին ես պատմում, լինում, ապրում ու տեղ ես բացում երկխոսության, որովհետև կարող է ինչ-որ մեկ նայելու քո ֆիլմը ու քո կատարած աշխատանքը, կամ դու ես նայում ինչ-որ մի ֆիլմ ու ինչ-որ մեկի կատարած աշխատանքը, բայց այդ ժամանակ շատ մենակ ես ու լիքը հարցեր ունես ու ոչ մեկի հետ չես կարող խոսել ու ինքը քեզ այն մարդն է, որ քո հետ դիալոգի մեջ է մտնում։ Հիմա էլ դարը փոխվել է ու շատ է լինում ներկայացումներից հետո։ Կամ ուղղակի ռենդոմ ինչ-որ մարդ որ ուշանայում ինչ-որ ֆիլմ ու երկար գրում է, թե ինչ էմոցիոնալ ֆոն ունեցավ ինքը, ինչ որոշումներ կայացրեց ինքը այս ներկայացումը դիտելիս կամ այս ֆիլմը դիտելիս ու ինչ փոխվեց իր կյանքում դրանից հետո, ինձ թվում է այդ հետաքրքիր է։ Բլից հարցեր։ Նոլան թե Լանտիմուս։ Դու որը կընտրեիր։ Ես Նոլան կընտրեի։ Ես էլ Նոլան կընտրեի, մինչև վերջին տարիների Լանտիմուսի։ Լայք եմ դնում Լանտիմուսին, վերջին տարիների Լանտիմուսին էլ եմ լայք դնում իրականում, բայց Նոլան։ Հա, շատ Նոլան։ Հիմա Լանտիմուս։ Okay, հիմա Լանտիմուս։ Արոնոֆսկի թե Տրիար։
Aronofsky։ Trier, այդ Գիտեմ, ես պատասխանուց արդեն գիտեմ, ասելիք էլ գիտեմ։ Trier միանշանակ։ Ես գնայի Aronofsky։ Մենք չունենք այն ռեժիսոր, որի մոտ երկուսով կնկարվենք։ Գիտես, որ իմ ամենասիրելի դերասանուհին աշխարհում Trier-ի դերասանուհին է, Gainsbourg-ը, բայց ամեն դեպքում Aronofsky։ Եվ ես Jennifer Lawrence-ին էլ շատ սիրում եմ, եթե Aronofsky։ Բայց Jennifer Lawrence-ը Trier-ն էլ չի սիրում։ Դե մարդու կնիկային արդեն։ Բայց Aronofsky-ն երբեք չի եղել իմ ֆավորիտների մեջ, так что Trier-ը չի քննարկվում։ Tarantino թե Sean Baker։ Ոյ, ես գրելուց չգիտեի, օրինակ ես ինքս ում կընտրեի։ Ես գիտեմ։ Sean Baker։ Չէ, Tarantino։ Tarantino։ Հաստատ։ Tarantino կգնայի ես։ Մեսի Tarantino-ի այն վաղ շրջանում կուզեի լինեի, օրինակ Kill Bill-ում կուզեի լինեի։ Once Upon a Time in Hollywood-ի մեջ Margarita-ի դերը, Margot-ի դերը չէր խաղա։ Չէ։ Շորտիկով կանգարում Brad Pitt-ին չէր կանգնել։ Չէ, հետաքրքիր չի։ Քիթս կտրեմ չեմ հավատում։ Լավ, հետաքրքիր չի։ Ան։ Չէ, ես Kill Bill-ում կուզեի խաղային այ։ Դու Once Upon a Time in Hollywood-ում չէիր խաղա, Margot-ի կերպարը ուզում ես ասես, ով որ ձեռով կար շորտիկով Brad Pitt-ին կանգնացնում է ու հետո Brad Pitt-ի հետ այդ սաղ կինոն խաղում է։ Դες մեկը իր մասին չի այդ կինոն։ Անցանք հաջորդ հարցին։ Անցանք հաջորդ հարցին։ Sorrentino թե Almodovar։ Լավ Tarantino, չէ, օքեյ, Tarantino, բայց Չէ, այստեղ Շոնի հետ չի խնդիրը։ Խնդիրը այն է, որ Tarantino-ի հին կինոներում կնկարվեի, ինձ թվում է, բան լա։ Ինքն է խափեցունը, որտեվ հաստատ Tarantino-ի Չէ, դե որ Tarantino-ին ինձ զանգի, ես հաստատ կգնայի, կնկարվեի։ Ինչու՞ ես նա խոսքը։ Ու շատ դժվար կլիներ, եթե նույն ժամանակ Շոնն էլ ինձ զանգեր, պետք է ընտրելու լիներ, շատ դժվար կլիներ։ Պետք է նույնիսկ դնեի բոլորի ֆիլմերը նայ, հասկանայի ում հետ եմ ավելի connect լինում հիմա։ Եվ վերջ։ Okay, Sorrentino թե Almodovar։ Ես շատ սիրում եմ Almodovar, շատ։ Սարսափելի շատ։ Բայց Sorrentino-ն եմ շատ սիրում։ Ես էլ Sorrentino։ Իր էսթետիկան ու իր ֆորման ու իր թեմաների խորքային Almodovar-ն էլ խորքային ու ինքն ունի ֆորմա ու գույներ ու էսթետա, բայց մանյակա դրա մասին չի խոսքը։ Հա, չէ, բայց Sorrentino։ Շնորհակալ։ Okay,